Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում ֆանտաստիկ ոդքասթն է, որի շրջանակներում խոսում ենք գիտաֆանտաստիկ եւ ֆենտեզի գրքերից, համակարգչային խաղերից, կոմիքսներից, այսինքն այն ամենից, ինչը հետաքրքրում է գիքերին, ու այսօր շարունակում ենք Warhammer-ի թեման, մենք երկու թողարկում արդեն ունեցել ենք այդ թեման, բայց այդ տիեզերքը այնքան մեծ է, որ անսպառ է, կարելի է հարյուրավոր թողարկումներ անել ու էլի մինչև վերջ չխոսել ժամերով։ Ու այսօր մեր հյուրը կրկին Warhammer 40,000-ի, թե մենակ 40,000-ի չէ, ընդհանրապես Warhammer-ի հայաստանյան համայնքի համահիմնադիրներից է Հայկ Ազիզյանը, բարև Հայկ ջան, ուրախ եմ, որ նորից եկար։ Ես եմ շատ ուրախ։ Հայկը մենակ չի եկել, իր զորքով է եկել, կարելի ասել, կոլեկցիայով։ Հայկ ջան, դուք հոկտեմբերին մասնակցեցիք գիտության փառատոնին, օպերայում անցկացվող։ Հա, Science Week-ի։ Մեր ահագին տպավորիչ ստենդով ու նաև բան եք դրել, վրան եք դրել, որտեղ ներսում մարդիկ հնարավորություն ունեցան հենց Warhammer-ին ոչ միայն ծանոթանալու լորին, այլ նաև հենց խաղալու։ Հա, Աբուչալկա ասած։ Ոնց էր տպավորությունները։ Իրականում շատ դրական տպավորություններ էր, մենք չէինք սպասում նախ, որ այդքան մարդիկ հետաքրքրված կլինեն, չգիտեմ, դու ներկա էիր, ամբողջ 6 օր չէ տևում, որից վերջի 2-ն է նվիրված գիտության, գիտաֆանտաստիկ, այսպես բանին, աշխարհներին, մենք զարմացել էինք նախ, որ մարդկանց մոտ այդքան հետաքրքրություն էր, սկզբում լավ բան էինք նկատել էլի, որ ստենդը դրած էր այնտեղ դիարամա, ինչ-որ sense շարածա սիրուն ինչ-որ մարտի դաշտա, չէ, սարկած, սկզբից երեխաներն էին, որ վայ պապա նայեք ինչ է այնտեղ, ոնց որ գալիս էին ծնողների հետ, հետաքրքիր էր, որ երեխաներին, երբ որ պատմում էին արդեն մեր մասնակիցները էս ինչա ոնց է, երեխաների հետաքրքրությունը շատ շուտ բրծնում էր, ու նայում ես, որ պապաները կանգնած էս տխուր հասկանում են, որ հեսա պետքա գանք ու այնքան մարդա ոնց որ իմանալուց հետո խորացել եկել, հա, այդ ինձ ամենաշատը այդ էր հետաքրքրում, նպատակը հենց այդ էր։ Ու ոնց որ տարիքով մարդիկ, այսինքն մեծ մարդկանց ավելի շատ էր հետաքրքրել, երեխաների հետաքրքրությունը միանգամից կորավ, էլի, ոնց ասում են, համեցեք, փորձեք խաղալու, երեխեքը 2 րոպե լսում էին, 2 րոպե հետո արդեն ինչ որ հետաքրքիր չի, իսկ պապաների մոտ ավելի հենց հետաքրքրությունը շատանում էր, էլի, որտեվ ինքը շախմատի։ Ես դաժե տեսա մի հատ տատի էր այնտեղ մոտ է նայում շատ մոտեցել էր ինչ բան էր, նայում էր էս ինչա ոնց է, բայց իրականում։ Բայց հետո բան արեցիք, չէ, երեխեքի հոսքը քանի որ շատ էր, պալատկի վրա գեցիք 18+, դե համել իրականում ոչ միայն ֆիգուրկեքի պահով, որովհետև դե երեխա են, գիտեն թե խաղալիքը կարան վնասեն, այլ նաև հենց որ ինքը ահագին 18+ է իրանով։ Իրականում 18+ է, ես խորհուրդ չեմ տալի փոքր երեխաներին հետաքրքրվել Warhammer-ով, որովհետև ինքը չեմ կարող ասել ամենադաժան universe-ն է, ինչ որ Trench Crusade-ը մի քիչ ավելի զզվելի ու վախենալու է, հա, ուզենան կարալ լինի, բայց Warhammer-ը ինքը շատ grimdark է, իսկական տերմինի, ինքը ապագայի մութ խավարում կա մենակ պատերազմ, ու իրականում Warhammer-ը դրա մասին է, անդադար պատերազմ, բոլորը բոլորի դեմ։ Մենք նախորդ հաղորդումներին լորի մասին մի քիչ խոսել ենք, էլի եթե առիթ լինի կշարունակենք, բայց հիմա ֆիգուրկեքի ոչ թե խաղի իմաստով ֆիգուրկեքի, այլ այն իմաստով, թե ընդհանրապես ոնց են կոլեկցիա հավաքում, այդ առաջինը, ու երկրորդը մենք երկար զրուցել ենք դրա մասին, ոնց են մարդիկ դրա հիման վրա ինքնուրույն ստեղծագործում, այսինքն կա կոնկրետ ֆիգուրկեքի կոլեկցիա, կան հստակ տեսակներ, դու առնում ես, բերում ես, դնում ես, սկսում ես վրեքը կալդավաց անել, կտրում ես, կպցնում ես, բան ինչ-որ լրիվ նոր բան ես տամ, ինչ-որ չի եղել, չի նախատեսված չի եղել։ Էդի ոնց հասկանում եմ, մի ամբողջ սուբկուլտուրա է։ Հա, սենց է, ինքը խոբի է իսկական, մոդելիզմի հիմքերով խոբի, ինքը շատ հետաքրքիր ձև է զարգացել։
քանի որ կան նաբորներ Games Workshop-ի կողմից ու Games Workshop-ի կողմից հենց գրված պատմություններ, հա, օրինակ նույն Space Marine-ների մոտ կան լեգիոններ, Ultramarine-ներ, Imperial Fist, Blood Angels, իրանք պատմություններ ունեն, իրանք իրանք իմիննոյ ոնց որ կերպարները ունեն, Dante-ն, Mephisto-ն, չգիտեմ, Rabuti Gilliman այդ Games Workshop-ի կողմից գրված, ստեղծված պերսոնաժներն են։ Բայց ինքը չի սահմանափակում քեզ, էլի ոնց որ մենակ իրանք են ու վերջ։ Դու նույն Space Marine-ների դեպքում անցած անգամ ոնց որ նշեցի, կան բազմազան chapter-ներ, կապիտուլներ, այսպես ասած, ու իրանք այնքան շատ են, որ ոչ մեկ չգիտի ինչքան շատ են։ Դու կարող ես քո սեփական chapter-ը հավաքել, քո սեփական գույներով, քո սեփական պատմությունը հորինես, թե որ լեգիոնից են իրանք անջատված, նույնն էս իմպերսկի գվարդիային է վերաբերվում։ Իմպերսկի գվարդիան դա ինձ գլխավոր բանակն է իմպերիումի, ինձ կռիվանող զորքն է, Space Marine-ը ինձ եզակի երևույթերան 1000 տարին մեկ տենաս կամ չտենաս, գործանողը սովորական բանակն է, ինքն էլ այնքան regiment, չգիտեմ ոնց ասեմ ուրիշ ձև, այնքան տարբեր regiment կա տարբեր աշխարհներից, որոնք իրարից տարբերվում են մոտավորապես ոնց որ 18-րդ դարի նապոլեոնական զորքը ու չգիտեմ 21-րդ դարի ամերիկյան մорской пехота-ն։ Ու նաև դեպի ապագա ինչ որ բան, ֆուտուրիստիկ։ Լրիվ, այսինքն կան նենց ինչ որ generic տեսքի, նենց միջինացված կադյան, որը միջինացված Imperial Guard-ի տեսքն է, կա օրինակ Կրիգը, ովքեր նենց հակագազերով առաջի համաշխարհայինի համազգեստով ու առաջի համաշխարհայինի տակտիկայով կռիվանող ռեջիմենտ, խրամատներ, արտիլերիա, պրիտոմ ահավոր շատ ու շտուրմեր պիխոտայի անդադար մինչև պրիտոմ իրանց արտիլերիան էլ մեր արտիլերիայի նման չէ, ինչ որ հսկայական հրանոթներ են։ Նու առաջի համաշխարհայինի կայֆի էլի 600 մմ-անոց։ Դու ինձ մի քանի վիդեոներ ուղարկես, դրանք լրիվ ուշադիր նայեցի, ամենակայֆը գիտես որ նա առնում է, ասենք մարդը տարբեր Games Workshop-ի տարբեր պաշտոնական ֆիգուրկեք, տարբեր ֆրակցիաներից, տարբեր ռասաներից ամեն մեկից ինչ-որ դետալներ է կտրում, այդ դետալները կպցնում ես, ստանում է լրիվ նոր բան։ Kit bashing է դա։ Այ հենց դրա մասին է։ Այդ շատ հետաքրքիր է ինձ։ Ինքը փաստացի թույլ է տալիս քեզ անսահման ստեղծագործելու հնարավորություն։ Անսահման։ Այդ օրինակը որ ցույց էի տվել, մարդիկ շատ դեպքերում ինքը այնքան մեծ է եզերքը, որ քեզ հնարավորություն է տալիս ստեղծագործելու, պատմություն գրելու, օրինակ, որ գրես այս ինչ մոլորակի վրա այս ինչ բաներն ա եղել, այս ինչ բանակն ա, ինքը սենց է կռվում։ Ոչ մեկ չկա ասի, որ չի եղել, որտեվ այնքան անթիվ անհամար է իմպերիումի չափսերը եւ իր մեջ եղած զորքի քանակը, որ ինքը encourage անում, հա, ստեղծագործել իր մասնակիցներին առնել, ստեղծել, կտրել, ինչ որ քո սեփականը ստեղծել, ու շատ դեպքերում այդ սեփական ստեղծելով մարդիկ օֆիցիալ են դա դարձնում մի բան։ Դրա համար ինքը ասում եմ անսահման է, դրա մասին խոսել ոնց որ մարդկանց ստեղծագործական միտքը ինչքան սահմանափակ է, այդքանով սահմանափակ է։ Այսինքն զուտ ստեղծագործելը զուտ այս դեպքում ոչ միայն օֆիցիալը առնել, ներկել էլ առանձին ստեղծագործելը ներկել բանանել այդ դասավորել պատերազմական այդ իրավիճակը դնելն է, այլ նաև լրիվ ուրիշ ուղղությամբ շարժվելով լրիվ քո ասում եմ քո կրեատիվը առաջ տանելով դուրս գալով սահմաններից sense ասած։ Հա, 100%։ Ու դրա համար մրցանակ կա, չէ՞, ոնց որ։ Կա դրա համար չէ ճիշտն ասած, կա Golden Demon անվանման մրցանակաբաշխությունա ավելի շատ հենց ոչ միայն ներկելը կամ kit bashing անելն է, այլ ընդհանուր, հա, այսինքն վերջնական մոդել ստանալ ինքը համարվում է ոնց որ ներկելու մրցանակաբաշխություն, թե լավագույն նկարողը կամ լավագույն, չգիտեմ, ոնց կլինի ճիշտ ասել, հա։ Հա, kit bashing-ը է, էլի լավագույնով որ արել է, շատ դեպքերում հաղթում են նրանք ոչ թե ովքեր զուտ օֆիցիալ մոդելը շատ սիրուն են ներկել, հա, հիպերռեալիզմով կամ ինչ որ շատ հետաքրքիր ստիլով, այն նրանք ովքեր վերցրել են մի քանի մոդելներ ու սարքել են ինչ որ սեփական մի հատ բան, իր իդեայով, իրանց պատկերացումով ու միանշանակ էլի շատ բարձր մակարդակի ներկել են այդ ամեն ինչը, էլի։
այդ մրցանակաբաշխությունում մեր հայտ է ուզում հարցնել։ Հա, մեր ազգակիցը Մամիկոնը ինքը հայ լինելով զբաղացրել է մի քանի անգամ առաջի տեղը 4 կամ 5 իմ հիշելով վախում եմ սխալվեմ, բայց ինքը ունի Instagram-յան էջ, որտեղ ցույց է տալի եւ սովորացնում է թե ոնց ներկել Մամիկոնը ու շատ ակտիվ մասնակցում է հայկական այս համայնքի կյանքին։ Հա, դա շատ կայֆ է, դա вообще տպավորիչ է։ Այսինքն դուրս game workshop-ը դրան դեմ չի։ Չէ, ընդհանրապես ընդհակառակը իրանք մենակ ուրախ են, որ պոպուլարիզացիա է գնում։ Իրանք շատ ծանր են տանում, երբ իրանք IP-ն է օգտագործում, բայց որ պոպուլարիզացիա է գնում աշխարհում, մենք ենք մենակ IP-ն օգտագործելը որ իմաստով ֆինանսական ինչ-որ եկամուտ ստանալու իմաստով։ Հա, այսինքն Warhammer-ի բրենդը օգտագործում ես անձնական շահերի համար, հա։ Դե հա, դա նորմալ է։ Այդ աշխատանքը կոնկրետ որ դա անում են, դա ելի նույն fan-made գործունեությունն է, նույն ասենք fanfic-ն է, չէ՞։ Ինչ որ չափ է։ Հա։ Ինչ որ չափով, հա։ Ես տեղյակ չեմ արդյոք ինչ որ նենց պատմություններ ովքեր գրել են ֆանատները օֆիցիալ դարել է թե չէ։ Ինչը ճիշտ է, դրանից տեղյակ չեմ, բայց կան էլի շատ լավ ստեղծագործություններ գրած են ֆանատներով, պրոստը օֆիցիալ այնքան շատ կարդալու բան։ Ես օրինակ վախենում եմ պատկերացնեմ, թե ինչ քանակությամբ ֆանֆիկա ընդհանրապես գրվել այդ յունիվերսի շրջանակներում։ Կա ինչ որ ռեսուրս, որտեղ դրանք սա հավաքված են։ Չէ։ Սա ինտերնետով մեկ է չէ։ Ամենուրեք կլինի օֆիցիալ լիտերատուրան կա Black Library-ին, այնտեղ հավաքած է Games Workshop-ի օֆիցիալ լիտերատուրան, այնտեղ նենց է որ գրքերի իրար կարան հակասեն եւ որտեվ ամեն գիրքը գրված է ոնց որ ինչ որ մեկի point of view-ից։ Հա, տեսանկյունից է։ Բայց հենց օֆիցիալ գրականություն այնքան շատ է ու այնքան որակով է համել, որ արժի սկսել օֆիցիալից ֆանֆիկների մեջ լավ չի։ Հա, բայց դա ֆանֆիկն էլ ինձ այդ պահը շատ է դուր գալի, որ երկրպագուները իրանք ոնց որ մասնակցում են յունիվերսի ստեղծմանը, մեծացմանը, տարածմանը եւ այլն։ Նման է Star Wars-ի, երբ որ Star Wars-ը տենց պոպուլար դարավ, այն old canon են անունը դրել, չէ՞, Ռասշիրինի կանոնը, որ գրում էին, շատ նման է ու ավելի մեծ է, շատ ավելի մեծ է, անհամեմատելի ավելի մեծ է։ Ոնց որ universe էլի։ Հա, խաղ, որը դարել է առանձին universe, որը դարել է կոլեկցիոներների հետաքրքրության աղբյուր, լիքը ռիլեր ստանում Instagram-ում, թե ինչ հաճույքով, ինչ հետաքրքրությամբ այդ բանը վագնոց դրած սենց մանր այս պուճուր բաները սենց մանր ներկում են։ Գիտաֆանտաստիկ ֆենոմեն է ինքը դարել։ Հա։ Այս մեր դարի, ես չգիտեմ, մեկ էլ երևի Տոլկիենի բանը Властелин колец-ն է, էլի, որ այս չափ բանա ֆան բազա։ Իսկ այդ Black Library-ին դու ինձ ուղարկել էիր, ես նայել եմ, այսինքն ինքը պաշտոնապես մարդիկ կարան մտնեն, քաշեն, կարդան, թե էսի մեր երկրպագուների հավաքածն է։ Այդ երկրպագուների հավաքածն է, իրանք ոնց որ ցանկացած արևմտյան երկիր ամեն ինչը պետք է առնվի, գիրքը պետք է առնես, նոր քաշես, բայց հա, ընդհանուր այդ հավաքագրությունը Black Library-ն է, կա նաև թղթով տարբերակները գրքերի բոլոր, բայց էլեկտրոնային է։ Իսկ քանի որ մեր ընթերցողների մի զգալի մասը անգլերեն չի կարդում, ասենք օրինակ ռուսերեն է կարդում, թարգմանվածության աստիճանը ոնց է։ Թարգմանություններ կան ռուսերեն, որակից չեմ կարող ընդհանրապես ոչ մի բան ասել, որտեվ կարդացել եմ, ինչը կարդացել եմ մենակ անգլերեն։ Մեր ակումբի մասնակիցները Ռուսաստանից ասում են, որ թարգմանությունից թարգմանություն նույնն է, չէ՞, էլի կա որ լավ է, կա որ ահա որա կարդալ չի լինում։ Այդ առումով, հա, անգլերենի իմացությունը ոնց որ պետք է, եթե ուզում ես խորանաս հենց գրականության մեջ Warhammer-ին նվիրված ու օֆիցիալ ավելի լավ է օրիգինալը կարդաս։ Տերմինները, բառերը այնքան շատ են ու խառն են, որ նույնիսկ ես այստեղ նստած չեմ կարող պայտակ թարգմանեմ, էլի ոչ մի ձև ոնց թարգմանես։
Լավ, ենթադրենք ես որոշել եմ աշխատանքս թողեմ, ընտանիք թողեմ մի կողմ, որոշել եմ ինձ նվիրեմ ամբողջ այդ Warhammer-ի գրականության, այդ անհնար է բնականաբար լրիվ կարդալը։ Հա։ Բայց ուզում եմ մաքսիմալ ասում եմ խորանամ։ Ինչից սկսեմ, ոնց սկսեմ ու ոնց շարունակեմ։ Երևի Horus Heresy-ից պետք է։ Միանշանակ խորհուրդ եմ տալիս սկսել Horus Heresy-ից, նախ գրքերը գրված են հերթականությամբ, այսինքն հերթով կարդալով դու ամբողջ սյուժետի մասին գաղափար կազմում ես։ Երկրորդը գրված է երևի ամենահետաքրքիր շրջանի մասին, եթե մենք վերցնում ենք մարդկության կայսրություն իմպերիումը, այսինքն այդ դեռ այն ժամանակն է, որ իմպերատորը գահի վրա չէր նստել կիսամեռած իրավիճակում, երբ որ բոլոր պրիմարխները դեռ իմպերատորին լոյալ էին եւ ոնց էր, այսինքն Horus Heresy-ին պատմա թե ոնց եղավ, որ կեսը իմպերատորի որդիների դավաճանեցին ու գնացին ոնց որ իմպերատորին ու հետևանքում մարդկությանը դեմ պատերազմ, չնայած յանք վստահ են ու յանք մարդկությունը ընդհակառակը փրկել են պատրաստվում, էլի։ Շատ լավ գրքերի սերիա է, շատ հաջող գրված, Ben Abnett-ը առհասարակ շատ Ben Abnett-ը շատ լավ ավտոր է։ Բոլորը Ben Abnett-ն է գրել։ Horus Heresy-ին, հա։ Հա, բայց ինչքան քանի գիրք է։ 50-60 ես տեն մոտավորապես 10։ Հիմա չեմ հիշի էլի, որ սենց թիվ ասեմ։ Հա։ Հակա։ Հակա, մեջները կան լավը կաննելի, որ մի քիչ ավելի թույլ են քան մնացածը, բայց առհասարակ ինքը լավ պատկերացում է ստեղծում մասշտաբների ու թե ոնց է ստացվել, որ այդ վեհ վիճակին հասած մարդկությունը մեկ էլ սենց անկում ապրեց։ Ինքը նկարագրում է ոչ թե 40,000, այլ 30,000, չէ՞։ 30,000, M31, 32, տենց դեպի 40,000 եկող այդ դառը ճանապարհը։ Իսկ լավ, ասենք թե ես կարդացի վերջացրի Horus Heresy-ին, հետո որտեղ ես գիտեմ, որ կան մեջները շատ ուժեղ գրքեր, բայց այդ քանակի մեջ ոնց որ չես կարող կողմնորոշվես, էլի։ Ինչ որ բան բաց չթողես, ինչ որ բան սխալվես։ Սենց տենենց բաց ես թողելու, այսինքն չկա էլի ոնց որ guide թե որ գրքից հետո որը կարդաս, կա Horus Heresy սերիան, որը ընդհանուր մի հատ սյուժետ է, այդ մեկ էլի լավ ստեղծագործություն է Inquisitor Eisenhorn, որը ավելի 40,000-ն է արդեն, ինկվիզիցիայի մասին տպավորությունից ինչ որ ստեղծում, շատ լավ ոնց որ թե 3 գիրք է, եթե ես չեմ սխալվում, Twice Dead King-ը, որը նեկրոնների մասին է արդեն, էլի շատ լավ ստեղծագործություն է, ճիշտն ասած ավտորին չեմ հիշում, բայց որպես 40,000-ում ուրիշ ռասայի point of view-ից է տեսանկյունից ինքը շատ լավ ստեղծագործություն է, ավելի թեթև ու մի քիչ ավելի ուրախ է The Infinite and the Divine, էլի նեկրոնների մասին է, բայց ինքն հենց ավելի ուրախ գիրք է, որտեվ երկու տրիքստերի նեկրոնների մասին ուրախ գիրք։ Երկու տրիքստերի մասին է, այսինքն մի հատ տրիքստերի, մի հատ գուշակի, էլի նեկրոնների, ովքեր հենց իրար հետ չունեն, էլի, բայց իրականում լավ ստեղծագործություն է, հետաքրքիր է կարդաց։ Իսկ ո՞նց են իրանք բանամ, ունեն իրանք շտատնի գրողները, թե ինչ որ կարան պատվիրեն, չգիտեմ, չէ, պրոֆեսիոնալ գրողի տարբեր է լինում, թե ունեն նրանք ովքեր շտատնը գրում են Games Workshop-ի համար, թե լինում է, որ ինչ որ գրող հրավիրվում, ներկայացում է, թե համաձայնվում է գրում են, տեղ բան չկա, էլի, ոնց որ ստատիկ վիճակ, որ հեսա մենակ մեր գրողներն են, առհասարակ յանք տեսնում են, էլի, ով է լավ գրում, նրանք արդեն ստեղծագործել է ու իրան առաջարկում են ինչ որ բանի մասին։ Նկատի ունեմ ֆանֆիկ գրողին կարող ասենք մի օր լավ ֆանֆիկ լինի, ասեն կոֆանֆիկը լավ է։ Կարող է։ Ես ճիշտն ասած տեղյակ չեմ եղել, այտենց բան թե չէ, բայց չի բացառվում, ինչի ոչ։ Բայց էդի մի կողմ, մյուս կողմ էլ նաև հենց բուն խաղի կանոնների կամ լորի նոր բաները, դրանք լրիվ առանձին պատմություն է։ Կոդեքսը ինքը ավելի պաշտոնական։ Նախ պաշտոնական, երկրորդը կոդեքսի գրածը իրականությունը 100%։ Հա։ Գրքերում գրածը կարող լինի ինչ որ մեկը տենց հա, տեսանկյուն ինչ որ մեկն է պատկերացրել, բայց եթե կոդեքսում գրածա, որ, չգիտեմ, այսինչ լեգիոնը
կասմադիսան դեսենցա ամեն ինչ chapter-ը ունի այսքան զինվոր, եթե ինչ որ մի գրքում գրված է որ դες իշ կա 1000 չեն 10000 են հավա ճիշտը ոնց որ source of truth-ը կոդեքսներն է։ Կոդեքսը բան է էլի, աստծո դեմքով բանը վերևից է։ Հա, երրորդ դեմքից է։ Կոդեքսում ինչ որ գրած է, դա էլ lore-wise իրականությունն է, որը անհերքելի է։ Դե կոդեքսում գրած է մի բան, վերջ։ Մնացած գրքերը դա կարող է ինչ որ մեկ տենց է մտածում, բայց իրականություն։ Իսկ կոդեքսը ովքեր են բանանում կան ունեն իրանք առանձին այդ ուղղությամբ աշխատող մարդիկ։ Կոդեքսը Games Workshop-ն է արտադրում մենակ, իրանք ունեն իրանց շտատը, նրանց ովքեր գրում են խաղի կանոնները, կոդեքսը առաջին հերթին խաղի կանոններն է ու մեջը գրվում է նաև լորը։ Այդ արդեն իրանց ներքին շտատն է կատարում, ոչ մեկ դրսից չի կառնում, outsource չի արվում կոդեքսի հետ ոչ մի բան կապված էլի։ Խիստ է այդ առում։ Ինքը բարբերաբար թարմացվում է, չէ՞, փոխվում է ինչ-որ բաներ։ Այդ փոխվելը ո՞նց է, հակասում է նախորդին։ Չէ, բարձ բան, եթե մենք վերցնենք օրինակ 3-րդ ռեդակցիայի կոդեքսը եւ ես հիմա 10-րդն է, 10-րդ ռեդակցիայի կոդեքսները անենք, հիմա 10-րդ ռեդակցիան է։ Ռեդակցիան այսինքն բոլոր կոդեքսները, բոլոր ռասաների, բոլոր բանակների ավելի ճիշտ փոխվում են լրիվ։ Ռեդակցիան փոխվում է, կոդեքսները լրիվ փոխվում են։ Ժամանակ երկու այտենց չէր, կային բանակներ, ովքեր հին կոդեքսներով էին մնում խաղում մինչև update-եր լինում, բայց ռեդակցիան որ փոխվում է, արդեն այտենց է դարել։ Կոդեքսները փոխվում են, կոդեքսներում շատ դեպքերում զուտ նոր ինֆորմացիա է, ոչ թե հակասող, այլ ոնց որ ավելացող, համալրվում է։ Օրինակ, չգիտեմ, եթե առաջ գիտեին օրինակ, որ Black Templar-ների chapter-ը 1000-ից շատ են, բայց կոնկրետ ինչքան են չէր ասվում, հիմա օրինակ կոնկրետ թիվը ասում, իրանք այսքան Space Marine ունեն իրանց շարքերում, էլի։ Իսկ կոդեքսը կարդալ ինքը ծավալով ինչքան է, եթե ասենք ուզենամ պրոստը sense դնեմ կոդեքսը կարդամ։ Կոդեքսից կոդեքս տարբերվում է։ Ես վերջի բանը։ Միջինում 70-ից 100 էջ։ Հա, փոքր է այսինքն։ Այսքան հաստության, էլի։ Մեծ մասը օրենքներ է, արտեր, այսինքն մեջի ոնց որ լորը շատ չի գրված, էլի, ինքը ընդհանուր բաներ է, դետալներ է։ Իսկ այդ լորային մանրամասները հենց գրքերում է ավելի շատ գրքերում է ու էլի նույն կոդեքսի մեջ կան փոքր սնոսկեք, այդքան շատ չեն, բայց այնց որ հավաքվում է ընթացքում մի 4-5 կոդեքսի տարբեր բաներ գրված, արդեն այնց ծավալը մեծանում է, էլի։ Գրքերում բարձման ավելի շատ է լորը ու դետալները, բայց թե ինչն է դրանից այնց point of view ինչն է իրականություն, այդ միշտ Games Workshop-ը թողում է, որ վաղը մյուս օրը եթե ուզենա կարանա ինչ-որ բան փոխի։ Լավ, ինձ մեկ էլ շատ են հետաքրքրում Մարսի ժողովուրդը։ Հա։ Adeptus Mechanicus-ները։ Հա։ Որտեւ ես արտեր եմ նայել, մի քիչ միտեղ ուրիշ պատկերով բան եմ պատկերացնում, միտեղ ուրիշ բան էլ դու ավելի լավ կհասկանաս։ Մարսը ինչ է, ինքը հսկայական մեքենա է, թե ինչ է։ Կարամ մի քիչ հորանամ, թե ոնց է եղել։ Որ ասում էի ոնց գնում գալիս ենք մենք նեկրոններին ենք հետ գալիս, այդ դեպքերից մեկն է։ Նեկրոնները երբ որ ապստամբեցին տիեզերական աստվածների դեմ, կտաների, իրանք իրենց ջարդեցին շարդերի, մասնիկների, հա, անհամար, անթիվ անհամար, ոչ մեկ չգիտի, դա աստծուն սպանել դժվար է, երբ որ ինքը ինչ որ ֆիզիկական երևույթի մանիֆեստացիա է, իրան ջարդել էին մասնիկների ու այդ մասնիկները մեծ մասը նեկրոնները օգտագործում են կամ որպես զենք, կամ որպես էներգիայի աղբյուր։ Բայց ինչ որ մասնիկներ տիեզերքով մեկ տարածվեցին ու այդ աստվածներից մեկը Մագլադրոտը ինքը Void Dragon-ը, այս մեկը։ Հա, իր մասնիկներից մեկը ինչ որ ձև հայտնվեց երկիր մոլորակի վրա մեր մոտ։ Իմպերատորը այդ մասնիկի դեմ կռիվ էր արել։ Ու իրան հաղթելով դե վերացնել հնարավոր չի։ Աստծո կտոր է, էլի ոնց կարող ես վերացնել։ Ինքը Մարսում այտենց ստորգետնյա կոմպլեքս կար, անունը Noctis Labyrinth։ Noctis Labyrinth-ում իրան ոնց որ
կալանավորում, բանտարկում է, բայց բանով շատ կոնկրետ իդեա կար դրա մեջ իմպերատորի մոտ։ Void Dragon-ը ինքը ֆիզիկական երևույթների եւ տեխնիկայի մանիֆեստացիան էր, հա, իրական աշխարհում։ Ու Void Dragon-ը այնտեղ բանտարկված երազներ ա տենում, ու այդ երազների հետևանքով Մարսի ժողովուրդը սկսում է հավատալ նրան, որ տեխնիկան եւ մեխանիկան իրականում Աստված է, որովհետեւ գետնի տակ Աստծո կտոր է ապրում, ով որ երազներ է տենում։ Կուլտ է ձևավորվել, որը հենց Adeptus Mechanicus։ Իրանք համարում են, որ տեխնիկան եւ տեխնոլոգիան դա սրբություն է։ Կա machine god, ոնց էր Deus Ex, հա, Deus Ex Machina։ Deus Ex Machina, իրանք հավատում են իրականում կա բոգ մաշինա, ամնիսիան։ Ու հավատում են, որ ցանկացած տեխնիկայի տեսակ ինքը սրբություն է։ Դրա համար տեխնիկային պետք է մոտենալ աղոթքով եւ մարմնի եւ ոնց որ արյունը եւ միսը վատա պետք է դառնաս մեխանիկական ամբողջովին մենակ գլխուղը տորվես դրա հետ մեկտեղ արհեստական բանականությունը համարում են բան բղծություն։ Հա, abominable intelligence են ասում, որտեվ չի թույլատրվում, չի կարելի։ Կուլտը այդպես է ձևավորվել ու իդեան էր, որ իրանք կդառնան ապագա իմպերիումում, երբ որ ժամանակը կգա, ամբողջ ոնց որ արդյունաբերության համար պատասխանատուներ։ Այ հիմա Մարսը ինքը էկումենոպոլիս է, չէ՞, բանա գորոդ քաղաք փեթակ է, ոնց էին ասում։ Ինքը ամբողջությամբ պրակտիկորեն բանա, մակերևույթը ծածկված է մանուֆակտուրաներով, այսինքն քաղաք գործարան է ինքը, բայց ոչ մեջը մեջն էլ լավ փորել են Մարսը նույն Հորուսի ապստամբության ժամանակ էլի մեխանիկուսների կուլտը կիսվեց, որտեվ ոնց է ստացվում, որ իմպերատորը աստվածային ցանկացած երևույթին դեմ էր, բայց սենց ռելիգիոզնը ֆանատիչնի կուլտա իր մեջ վերցրել, մեխանիկուսները համարեցին, որ իմպերատորը ամնիսիայի մարմնացումն է եզերքում ու սկսեցին իրան բան համարել իրանց աստծո, իրանց աստված կամ իրանց աստծո ներկայացուցիչ, բայց բոլորը չէ։ Ոնց որ այդտեղ կիսվեց մեխանիկուսների կուլտը, մի մասը ասեց, որ չէ, մեր աստվածը չի կարող լինի մարդ արարածը ու ապստամբության ժամանակ իրար ընդ կոտորում էին։ Մեխանիկուսները, բայց հիմա ոնց որ 40000 հիմա Այս 40000 թվի այդ կողմերը ոնց որ իմպերիումի հետ են, չէ՞։ Իմպերիումի հետ են, իմպերիումը, որ Ակվիլա է, երկու արծվի գլուխով, մեկը մեխանիկական արծիվ է, մյուսը սովորական արծիվ, այսինքն Մարսը եւ երկիր մոլորակը ինքը Տերան։ Իսկ կիսվողները փախան, իրանք դառան Dark Mechanicus, իրանք սկսեցին քաոսի երկրպագել էլի։ Այնքան հետաքրքիր է, ուղղակի քանի որ մեր ժամանակը սպառվում է, թե չէ լիքը հարցեր կան էլի իմ մոտ։ Մենք երևի էլի կհանդիպենք այս թեմայով։ Կարճ այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրում են կոլեկցիոներովանիայով, ուզում են զբաղվել նաև այս թեմայով, ինչից սկսեն, ոնց սկսեն, ինչ անեն, ինտերնետով պատվիրելու միջոցով, թե այստեղ հնարավորություն կա առնելու։ Այստեղ կան խանութներ, նույն Hobby Games-ը ունի Warhammer, պատվիրելով իհարկե ավելի մատչելի է ստացվում, Անգլիայից պատվիրելով կան տարբեր խանութներ, կա Games Workshop-ի official, բայց կնես մենակ խաղալիքները չէ, մենակ գրքերը ամեն ինչը։ Մենակ բաները մոդել կեքը չէ, ներկերը, չգիտեմ, այդտեղ ներկելու։ Ներկերի հարցով Հայաստանում վիճակը բավականին լավ է, հա, մեր մոտ կա շատ լավ իսպանական ներկեր, հենց մոդելիզմի համար, հենց Warhammer-ի համար նախատեսված էլ իրանք շարք ունեն ներկերի, վաճառվում է թե նույն ոնց որ ասեցի Hobby Games-ում, թե Art Pen Box-ում նույնպես վաճառում են, այդ ներկերի հարցը Հայաստանում լուծված է։ Մինիատյուրները պատվիրելով նույնպես Անգլիայից պատվիրել Հայաստան բերել իրական միակ խորհուրդը որ կարող եմ տալ հետաքրքրվել տեսնել ինչն է քո դուրը գալիս առաջի հերթին թե
էսթետիկ, թե ոնց որ lore wise, հա, ինչն է քեզ դուր գալիս ու այդ պատվիրել, որտեվ ուրիշ ճիշտ ճանապարհ գոյություն չունի։ Հա, ու նաև միանալ քանի որ Հայաստան կա համայնք, համայնքին միանալ, քննարկել, իրանք ամեն ինչ գիտեն, ամեն ինչով կարան։ Մենք ամեն ինչով կարանք օգնել, ասել, պատմել, թե ոնց է հեշտ, ոնց է ճիշտ, որտեղից սկսել, մեր համայնքի մասնակիցները ուրախությամբ ցանկացած մարդ է կօգնի։ Ապրես օրեկար, շատ հետաքրքիր էր, մենք բնականաբար էլի պետք է հանդիպենք։ Մոտ այնքան հարցեր են կուտակվել, որ չգիտեմ։ Հաճիկով։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Շնորհակալություն։